Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուն է, տաղավարում այսօրվա իմ հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։ Բարև Տիկին Եսայան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես գիտեք, Տիկին Եսայան այսօր փետրվարի 9-ին տարածաշրջանային այցով Հայաստան է գալիս Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը եւ օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց, ավելի ուշ նաև նախագահականի դիմաց, մեր նկարման պահին բողոքի ակցիա ընթանում ազգային ժողովի դիմաց, այնտեղ լարված իրավիճակը, ինչպես հաղորդում են, ակցիա են անում անհետ կորածների հարազատները եւ այս ակցիաները հիմնականում այն հարցերի վերաբերել են, որպեսզի հրավիրեն Միացյալ Նահանգների փոխնախագահի ուշադրությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանների, քաղբանտարկյալների, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի խնդիրների վրա ավելի ուշ Նաև այսօր երեկոյան, ինչպես հաղորդվել է, տեղի ունենալու Վենսի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ձեզ ինչ կարևորություն ունի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը ընդհանուր առմամբ, հատկապես նշված հարցերը առաջ մղելու տեսանկյունից։ Շնորհակալ եմ հարցի համար եւ շնորհակալ եմ, որ անդրադառնում եք այս կարևոր այցին։ Իրականում Միացյալ Նահանգները գերտերություն է եւ նրա խոսքը, նրա դիրքավորումը ամբողջ աշխարհում այսօր շատ տեսանելի է եւ շատ ազդեցիկ։ Եվ բնականաբար Հայաստանը չէր կարող մի կողմ քաշված լինել կամ Հայաստանին թույլ չէին տա մնալ անտեսված եւ բնականաբար Միացյալ Նահանգները շահեր ունի նաեւ Հայաստանի հետ կապված։ Ձեր նշած ակցիաները, որ տեղի են ունենում այսօր եւ կարծում եմ նաեւ վաղը մեկնումից առաջ, բնական են, գիտեք ինչու, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը նույն քաղբանտարկյալների հարազատները, Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարազատները, արցախցիները հայ հասարակությունը չի վստահում Հայաստանի այսօրվա կառավարությանը եւ լուրջ կասկածներ ունի, որ այսօրվա իշխանությունները Վենսի առաջ կբարձրացնեն բոլոր այն խնդիրները, որ այսօր իրապես ուզում են մեր հասարակությանը, եւ քաղբանտարկյալների հարցերը, եւ Բաքվում պահվող ռազմագերիներին ազատ արձակելու հարցերը, նաեւ հայ առաքելական եկեղեցու հանդեպ այս իշխանությունների կոպիտ եւ բռի ոտնձգությունները։ Դա է պատճառը, որ ժողովուրդը կանգնած է, հասարակությունը կանգնած է եւ իր պահանջներն է ներկայացնում, որովհետեւ ինքս նույնպես լուրջ կասկածներ ունեմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյան եւ արտգործնախարարություն եւ այլ գերատեսչություններ կամ այլ անձիկ, ում հետ որ Վենսը կուզենա հանդիպել կամ հարկ կհամարի հանդիպել, այդքան համարձակություն կամ այդքան հայրենասիրություն կամ այդքան հայասիրություն կունենան Ամերիկայի փոխնախագահի առաջ, որը շատ կարևոր անձ է իդեպ եւ Միացյալ Նահանգներում եւ աշխարհում եւ իրականում ինքս անձամբ կարևորում եմ այդ այցը, նրա առաջ բարձրացնել այս բոլոր խնդիրները։ Սա կարևոր է, որ այդ մարդը ինքը անկախ նրանից թե ինչ ռելիզներ են իրեն ուղարկում դեսպանատնից վստահաբար ուղարկում են, թե ինչ մարդիկ ինչպես են աշխատում Միացյալ Նահանգների հետ, վստահաբար իրենք ամեն ինչ գիտեն, բայց եթե այդ իմանալով հանդերձ նրանք տեսնեն, որ այստեղ հայ հասարակությունը քնած է եւ իր բողոքը ընդվզումը չի ներկայացնում եւ Հայաստանի իշխանությունները իրենց ընդվզումը պահանջը չեն ներկայացնում, Ամերիկայի Միացյալ Նահանգները վստահաբար հետևություններ է անելու եւ այդ հետևությունները լինելու են ոչ իշահ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Ես կարծում եմ, որ այս այցերի շրջանակում այսօր մի քանի տեղ մասնագետների դիտարկումներ տեսա, որ Վենսը պիտի հանդիպի, պետք է որ հանդիպի, ոչ թե կհանդիպի, այլ պետք է որ հանդիպի նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Նման այցերը պարտադիր են դարձնում այցը նաև ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Իսկ Վենսը ինքը քրիստոնյա մարդ է, այլ կրոնի կողմնական չէ, հավատավոր չէ եւ բնականաբար պիտի հանդիպի։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Այս իշխանությունները արդյոք կապահովեն այդ հանդիպումը։ Այս իշխանությունները ինչպես կխանգարեն այդ հանդիպմանը։ Այս իշխանությունները ինչպես կխանգարեն, որ Վենսը լսի այն մարդկանց կոչերը, ահազանգերը եւ մտահոգությունները, որ ինչպես դուք նշեցիք, եւ նախագահականի մոտ այսօր կհավաքվեն, եւ ազգային ժողովի մոտ են հավաքված, եւ տարբեր այն հիմնարկների մոտ, որտեղ որ Վենսը հնարավոր է մտնի եւ դուրս գա։ Նա պիտի լսի այս մարդկանց ձայնը, նա պիտի տեսնի, որ Հայաստանում կա երկու տեսակի տրամադրություն։ Մի տեսակը շատ ավելի փոքրիկ եւ խղճուկ թվականակ ունի, դա Նիկոլենք են, նիկոլական տրամադրությունները, հակահայ տրամադրությունները, կզողական, քծնող, ստորաքարշ տրամադրությունները եւ Վենսը պիտի պարտադիր տեսնի, որ կա շատ ավելի մեծականակ հայ ժողովուրդ, մեծականակ հասարակություն, որը դեմ է այս իշխանությունների վարած քաղաքականությանը, այս կզողական
ուրիշի կոշիկը լիզելու քաղաքականությանը եւ իր պահանջն է ներկայացնում։ Էլի եմ կրկնում, Վենսի այցը ես ինքս շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ Միացյալ Նահանգների նման պետության հետ իրականում պետք է հաշվի նստել, բայց ես կարեւոր եմ համարում այն համատեքստում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը տեր է այս երկրում, այսինքն պետականությունը, պետությունը, իշխանությունը հայանպաստ է, հայկական է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է առաջ մղում։ Վստահեցնում եմ ձեզ, որ իշխանությունների կողմից, նույնիսկ եթե կլինեն պաշտոնական հաղորդագրություններ առայն, որ Վենսի մոտ ներկայացվել են Բաքվի բանտում գտնվող ազատազրկված, դատապարտված ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրները, այնտեղ կարող է կես բառ լինի ընդհանրապես ասված իրականության մեջ, որտեղ մենք չգիտենք, մենք չենք վստահում այս իշխանություններին, մեր հասարակությունը չի վստահում այս իշխանություններին եւ մենք լրջագույն կասկածներ ունենք, որ նա հնարավոր է, որ ոչ Արարատ Միրզոյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական հոդաբաշխ պահանջ չդնեն Վենսի առաջ։ Ինչու չեն դնի այդ պահանջը, որովհետև իրենք վախկոտ են, որովհետև իրենք ստորաքարշ են, որովհետև իրանք հանձնարարություններ կատարող խամաճիկ են, որովհետև իրենք այս երկրում տեր չեն, իրենք այս երկրում ներդրված ականներ են, որ իրականացնում են այլոց շահերը։ Էլի եմ ասում, Վենսի այցը շատ եմ կարևորում, բայց այն պարագայում, եթե այստեղ լիներ այնպիսի իշխանություն, որ առաջ կմղեր հայկական օրակարգը, հայության օրակարգը, Արցախի օրակարգը, եւ նույնիսկ 1% անգամ չեմ կասկածում, որ սրանք դա չեն անելու։ Սրանք դա չեն անելու եւ այնտեղ ուրիշ նրբություններ կա Վենսի այցի հետ կապված։ Եթե հիշում եք, նախնական հայտարարություն գնաց այն մասին, որ Վենսը գալու է Երևան մոտ 1 ամիս առաջ։ Այդ ժամանակ խոսակցություն չկար Վենսի Բաքու այցելության մասին։ Հիշում եք։ Եվ երբ որ հանդիպեցին Դավոսում, կարծեմ, հայտարարվեց, տեղեկություն գնաց այն մասին, հաղորդագրություն, որ Վենս, Թրամփը եւ Ալիևը հանդիպել են։ Հիշում եք, առանձին տետատետ հանդիպում Դավոսում։ Նիկոլի հետ առանձին հանդիպման մասին պաշտոնական որևէ տեղեկություն։ Միայն նրա կողքը։ Նկար եղավ, այն ծնկին խփեց, այն բանը էլի, մեր մальчик на побегушка, տենց կարգավիճակի նման էլի, բայց պաշտոնական եղավ, որ Ալիևն ու Թրամփը հանդիպել են։ Եվ այդ պաշտոնական տեղեկատվությունից անմիջապես հետո սա դիվանագիտական նյուանս է, որը պիտի կարևորենք, թվում է թե մանրուք է, գրառում արեց, որ Վենսը կայցելի նաև Բաքու։ Ընդ որում ընդգծում էր, որ այսինքն տարբերակված մոտեցում էր, չէ՞, խոսում էր Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու մասին, բայց Հայաստանի վերաբերյալ նման մակարդակի գնահատական չկա։ Եվ ուրիշ նրբություն էլ կա, եւ երբ որ առաջինը գալիս է որևէ երկիր, դիսուկ այս դեպքում Երևան, հաջորդը գնում է Բաքու, վստահաբար այն կուլմինացիան այս հանդիպման եւ հիմնական լեյտմոտիվը Բաքվում է որոշվելու։ Վենսի այցելությունից հետո, Երևանից հետո, երբ որ ինքը կգնա Բաքու, այն ինչ որ կորոշվի Հայաստանի մասով եւ նաեւ Ադրբեջանի համար, դա որոշվելու է Բաքվում, այսինքն այնտեղ է այդ քննարկումը լինելու։ Սա շատ կարեւոր է։ Սա շատ կարեւոր է եւ դրա համար մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ մենք պիտի ուշադիր լինենք։ Ուրեմն պիտի պահանջենք այս իշխանություններից, թեպետ ես դրա օգտակար գործողության գործակիցը շատ ցածր եմ գնահատում, որ քաղբանտարկյալների մասին խոսվի Հայաստանի, որ Բաքվի բանտերում գտնվող մահապատժի ենթարկված մեր ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսվի, որ սրբազանների ազատազրկման մասին խոսի։ Հասկանում եք, այս ամեն ինչի մասին պիտի խոսվի։ Ես ճիշտ ասած անհամբեր սպասում եմ, արդյոք Վենսը կհանդիպի ամենայն հայոց կաթողիկոսին, թե չէ։ Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, դա շատ բանի մասին կվկայի։ Եվ Նիկոլ Փաշինյանի այս հայ առաքելական եկեղեցու դեմ այս նկրտումները կարող են միանգամից այլ ընթացք ստանալ, մեզ համար դրական, գոնե եկեղեցու համար դրական։ Սպասենք տեսնենք ինչպեսին կլինի եզրահանգումները, բայց ելի եմ ասում, այն տեղեկատվությունը, որ պաշտոնական աղբյուրները մեզ կփոխանցեն, դա կլինի ուղղակի այսպես երևացող շատ թուլիկ մի բան։ Մենք երբեք չենք իմանա, թե իրականության մեջ խորքում Վենսը ինչ ասաց, ինչ ուզեց եւ սրանք ինչ խոստացան եւ ինչ տվեցին։ Սա շատ կարեւոր է։ Իսկ խորհրդանական ընդդիմության հետ հանդիպումներ նախատեսված են, քանի որ ամբողջ օրակարգը նրա ժամանակացույցը մանրամասնությամբ հրապարակված չէ եւ մենք չգիտենք ինչ հանդիպումներ ունենալու։ Ես էլ չունեմ այդ տեղեկությունը եւ չգիտեմ հանդիպելու են արդյոք խորհրդանական ընդդիմության հետ թե ոչ, հանդիպում լինելու է թե ոչ, բայց կարծում եմ խորհրդանական ընդդիմությունը ինքը ունի հնարավորություններ, լծակներ, ինքը ունի դաշտ, որտեղ կարող է ինքը դրսևորվել եւ նամակների ձևով, եւ տեսաուղերձների ձևով,
եւ որևէ այլ պաշտոնյայի հետ հանդիպման ձևով, որպեսզի խնդրի կամ ուզենա, որ մենք ուզում ենք ձեզ հետ հանդիպել։ Բայց մի բան եկեք պայմանավորվենք, այն ինչի մասին եւ խորհրդանական ընդդիմությունը կասի, եւ հասարակությունը կասի, եւ արցախցիները կասեն, եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդները եւ սրբազանները կամ հոգեվորականները կասեն, այդ ամեն ինչը Վենսը ինձնից եւ ձեզնից լավ գիտի, որտեւ ամերիկյան հետախուզությունը, ամերիկյան հակահետախուզությունը, առհասարակ Ամերիկան ինքը ամենատեղեկացվածն է, նա կարող է իմ եւ ձեր կենսագրության մասին իմանալ ավելին, քան մենք մեր մասին գիտենք։ Այս մնացածը ինչ որ ես ասում եմ պիտի ասի, պիտի ասվի, պիտի իրեն լսեցնել, սա պիտի ցույց տա, որ այստեղ ժողովուրդ կա։ Սա պիտի ցույց տա, որ ժողովուրդը ընկճված չէ։ Սա պիտի ցույց տա, որ ժողովուրդը պատրաստ է պայքարի, եւ սա պիտի ամենակարևորը ցույց տա։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմություն չունի այսուհետ Հայաստանում։ Չի ունեցել 21 թվականից հետո աստիճանաբար այդ լեգիտիմությունը անկում է ապրել, հիմա առհասարակ ինքը լեգիտիմություն չունի։ Իսկ քանի որ Միացյալ Նահանգները եւ այլ գերտերություններ շատ կարեւորում են լեգիտիմությունը, կարծում եմ պիտի հետեւություններ անեն, թե ում են այստեղ պահում իշխանության աթոռին եւ ինքը ինչ կարող է անել իր թուլությունը ինչքան է, այսինքն ինքը այլևս ուժ չունի եւ իր խոսքը չունի ազդեցություն այս հասարակության ու ժողովրդի վրա։ Սա ամենակարևորն է, որ տեսնի այդ այցելուն, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, կա ընդդիմություն, որը ամբողջ հայ ժողովուրդն է եւ այդ հայ ժողովրդի հետ եւ Ամերիկայի կառավարությունը եւ առհասարակ գերտերությունները պիտի հաշվի նստեն։ Ես կարծում եմ հաշվի կնստեն այդուհանդերձ։ Տիկին Եսայան, մի կարևոր հավելում նաեւ ձեր նախորդի ասած այն խոսքին, որ J.D. Vance-ը ոչ միայն քրիստոնյա, այլև նա ներկայացնում է Թրամփի վարչակազմը, որը նախապես հայտարարել է, որ պաշտպանելու է ամբողջ աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում արցախցիների հարցի մասին է խոսել ընտրվելուց մի քանի օր առաջ Արամ առաջին կաթողիկոսի հետ, բայց ինչու չենք տեսնում այդ հանձնառությունը առայժմ Թրամփի վարչակազմի կողմից։ Իրականում Թրամփի վարչակազմը իր նախնական վիճակով, երբ որ նոր ընտրվեց, նոր ձևավորվեց, բավականին հետաքրքիր եւ մեզ համար ընկալելի հայտարարություններ էր անում, բայց եկեք մի կարևոր հանգամանք չմոռանանք։ Ցանկացած պետություն, առավել եւս գերտերություն, առաջին հերթին առաջնորդվում է իր շահով։ Իր շահն է առաջ մղում։ Եվ երբ որ այդ գերտերությունը տեսնում է, որ դիցուք Հայաստանում կամ որևէ այլ երկրում իշխանության է մեկը, որը չի առաջնորդվում իր երկրի շահով, որը պատրաստ է խամաճիկի դերակատարություն ունենալ, որը պատրաստ է այսպես վիզը ծռած գյուղացի համբոյի պես թողինցների գյուղացի համբոն նստել եւ թույլ տալ, որ Թրամփը իր ոտքին թփթփացնի եւ այսպես վիզը ծուր կամ գնալ Էրդողանի եւ Ալիև համար սուրճ բերել։ Տիկին Եսայան, ես ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, բայց հասարակ ժողովրդի վրա գիտեք ոնց է, գիտեք ինչպես են ծախում, որ տեսեք ոնց մեր տենց եղեկաբար չի եղել, որ տենց տեղ տված ունի Թրամփի WhatsApp-ի համարը ունի, բանը տես ուր է հասել։ Բռնեմ ձեր բառից, էլի այդ ծախելու իմաստով։ Երբ որ դուք գնում եք շուկա կարտոֆիլ եք գնում, արտաքին տեսքից թվում է այդ կարտոֆիլը առողջ կարտոֆիլ է։ Երբ որ դանակով կիսում եք, ինքը մեջը փտած է։ Հիմա Նիկոլը դանակով կիսված է։ Իր իշխանությունը դանակով կիսված է, մեջը փուչ է։ Հատկապես եթե արտասահմանյանը ներմուծված չէ, օրինակ կամ բանջարեղեն է լինում։ Եվ դրա համար հիմա Նիկոլը ինչպես էլ իրեն պահի, եւ Թրամփը գիտի, եւ բոլոր մյուսները, եւ Մակրոնը գիտի, եւ Եվրամիության ընտիկինը գիտի, որ Նիկոլի լեգիտիմությունը այլևս չկա, դա վերջացավ։ Դա հոդս ցնդեց։ Դա է պատճառը, որ եւ Կալասը եւ մյուսները հայտարարում են, որ պատրաստ են խորհրդանական ընտրություններում ինչ որ գումարներ տրամադրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, օգնեն իբր թե Հայաստանում դեմոկրատիայի զարթոնքի հիբրիդային հարցակումներին դիմագրավելու համար, այդպես են։ Շնորհակալ եմ հիբրիդային բառը հիշեցնելու եւ այդ մասին խոսելու համար։ Ուրեմն հիբրիդայինի մասին, երբ որ սրանք անդադ խոսում են եւ նաեւ Եվրամիությունն է խոսում, իրենք ակնհայտորեն անթակույց նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությունը եւ նկատի ունեն ռուսական ազդեցությունը, ռուսական ներկայությունը այս տարածաշրջանում, հատկապես Հայաստանում 102-րդ ռազմաբազա, ՀԱՊԿ-ի անդամ է Հայաստանը, ԵԱՏՄ-ի անդամ է Հայաստանը, այսինքն ակնհայտորեն դա նկատի ունեն, չէ՞։ Բայց ես ձեզ խնդրում եմ, սիրելի Արամ, ուշադիր հետևեք, թե
ազգային ժողովի նախագահի պաշտոնի նստած անձը, երբ որ մեկնեց Ռուսաստան, ինչպիսի այսպես ջերմ համարյա տենց գրկախառնություններով, սիրաշահումներով, երևի ինչ որ ենթադրում եմ նվերներով, ջերմ պաչիկ-պուչիկներով իրենք հանդիպեցին Ռուսաստանի ամենաբարձր բաների հետ, չէ՞, պետական գործիչների հետ։ Կամ մյուսը, ասիկան, եթե դուք հապկին դեմ եք, եթե հիբրիդային պատերազմը Ռուսաստանն է, բա ինչի այդ չունեք այդ դուխը, չունեք այն պապուս ասած պլոճիկը, որ ռուսների դեմ խոսեք բացահայտ, որ երբ որ գնում եք Մատվիենկոյի հետ հանդիպման, տենց ձեզ պուպուշ տղայի տեղ դրած սենց բան չգրկախառնվեք, բա ասում եք հիբրիդային է անում, բա ասում եք Լավրովը եւ Պուտինը հիբրիդային պատերազմ են մղում Ռուսաստանը Հայաստանի դեմ, բա եթե այդպես է, չունեք այդ դուխը հապկից հայտարարեք, որ դուրս գաք, չունեք այդ դուխը ԵԱՏՄ-ից դուրս գալու, այդ ո՞նց է լինում, որ Հայաստանի Հանրապետության սահմանը այսօր Թուրքիայի կողմից պաշտպանում է 102-րդ ռուսական բազան եւ այդ բազան այնտեղ կանգնած է եւ այդ բազայի դուրս գալու մասին դուք որևէ հայտարարություն այդ ինչ հիբրիդայինի մասին եք խոսում ընդ որում ես կարծում եմ մեր իշխանության մեջ գտնվող որոշ գործիքներ ես իրենց այսպես եմ անվանում մի քիչ շատ է էլի իրենց գործիչ իրենց մի քիչ շատ է էլի գործիչ անվանելը որովհետեւ իրենք ակնհայտորեն պատրաստ են որ իրենց աշխատեցնեն իրենց բան անեն ցենց Այ դրանք հիբրիդային բառը երևի վերջերս են սովորել ու իրանք 18 թվին գլխի չեն ընկել որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմով են բերվել իշխանության Հայաստանում իրենք հիբրիդային պատերազմով բերվել են իշխանության Հայաստանում երբ որ տարիներ շարունակ խոսում են ինչ որ թալանի մասին որը տենց էլ չապացուցվեց երբ որ տարիներ խոսում էին որ բանը 16 թվականի քարորիայից հետո ասում էին 800 հեկտար տվեց աղաղակում էին չէ այսօր ամբողջ Արցախը տրված է եւ ոչ մի ձեն ծպտում ավելի քան 12000 քառակուսի կիլոմետր 500,000 հեկտարի կռիվ իրանց այն ժամանակվա այդ հայտարարությունները եւ պահվածքը հիբրիդային պատերազմի էլեմենտներ են ես դրա մասին հիմա առաջին անգամ չեմ ասում ես դա ասել եմ 18 թվականից անմիջապես հետո եւ դա ակնհայտորեն այդպես է եւ հիմա երբ որ փորձում են իրենց կեղտը այդ կեղտի միջոցով իրենց իշխանության գալը իրենց հասում են իհարկե որտեվ իրանք այդքան խելքները չի հասնում էլի դա անելու ասում են ասեք Ռուսաստանը հիբրիդային Ռուսաստանի անունը մի տվեք ամենաբարձր պաշտոնյաները չեն ասում Ռուսաստան բայց իրանց այն ցածր ռուսապարկերը ասում են չէ Ռուսաստանը հիբրիդային պատերազմը այմար բա որ հիբրիդային պատերազմը ուր է գնում այդքան ջերմ ինչու եք այդքան ջերմ բոլորի հետ ինչու որևէ կոնկրետ քայլ չեք անում այս ամեն ինչը վկայում է մի բանի մասին այս իշխանությունները մեկ նպատակ ունեն իշխանությունները որ ասում եմ մի քիչ շատ է կոնկրետ Նիկոլ Փաշինյանը մեկ նպատակ ունի նորից վերարտադրվել նորից մնալ իշխանության եւ նորից Հայաստանի հաշվին պահել իր իշխանությունը Հայաստանի տարածքների հողերի իմ ու ձեր հայրենիքի հաշվին պահել իր իշխանությունը իսկ շատ չի գերագնահատվում Տիկին Եսայան Նիկոլ Փաշինյանին այդ թվացial արտաքին աջակցությունը Եվրամիության կողմից կամ Միացյալ Նահանգների կողմից կամ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հատկապես Գիտեք ինչու է չեմ կարծում որ գերագնահատվում է բայց եթե նույնիսկ գերագնահատվում է մեղավորը էլի մենք ենք ես նկատի ունեմ եւ քաղաքասարակությունը եւ քաղաքական ուժերին եւ ընդդիմադիր ուժերին եւ մեր հասարակությանը որովհետեւ մենք քանի դեռ չենք հասկացել հույս ունեմ որ արդեն ոնց որ ուզում ենք հասկանալ քանի դեռ չենք հասկացել որ որքան էլ գերտերությունները Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահեն որքան էլ ուզենան Նիկոլին դեռ թողնել այդ աթոռին եթե մենք մեր խոսքը ասենք ճիշտ ասենք թիրախային եւ ասենք նպատակային որևէ գերտերություն այլևս չի մնա այդ իր դիրքորոշմանը Նիկոլին պահելու ես Վենսի այցելության հետ կապված ասացի նրանք մեզնից լավ գիտեն չէ ինչ է Հայաստանում կատարվում բայց ինչու են այդ ակցիաները տեղի ունենում կամ ինչու ենք մենք գնում եւ կանգնում մեր ժողովուրդը գնում իր բողոքը արտահայտում որ Վենսը տեսնի որ ժողովուրդը մեռած չի որ ժողովուրդը ասելիք ունի որ հայ հասարակությունը հայ ընդդիմադիր դաշտը հայ ժողովուրդը առհասարակ իրենց ասելիք ունի Էլի եմ ասում, այդ վիճակը, որի մեջ գտնվում ենք, ինքը մեզնից լավ գիտի, բայց ինքը պիտի տեսնի, որ ժողովուրդը չի համակերպվել, որ ժողովուրդը չի ուզում սրանց այլևս հանդուրժել, եւ պիտի տեսնի, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը զրոյական է այլևս,
ոչինչ է Նիկոլի լեգիտիմությունը։ Դրա համար այո, չենք գերագնահատում դրսի աջակցությունը Նիկոլին, բայց նաև եկեք մեզ չթերագնահատենք, որովհետև մեր դիրքավորումից, մեր գործողություններից եւ մեր ճիշտ թիրախավորումից է կախված, թե վաղվա Հայաստանը ինչպիսին պիտի լինի։ Մենք պիտի այս խնդիրը լուծենք։ Երբ որ ասում եմ մենք, ես հասկանում եմ բոլոր հայերին, ամբողջ հայ ժողովուրդը Սփյուռքում, Հայաստանում եւ Արցախը միասնական, որպես մեկ միասնական հայրենիք, մեկ միասնական ազգ ու ժողովուրդ, բոլորս պիտի թիրախային խփենք մեկ կետ, այդ մեկ կետը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Տեսեք, եթե չգիտեմ ընտրությունների մասին դուք ինձ հարց տալու եք թե ոչ, մինչ դրան անցնելը, քանի որ մենք շոշափեցինք ռուսական ռազմաբազայի հարցը, ես երկու մեջբերում անեմ հայտնի Գոբլի պլանի Լաչինի ու Մեղրի փոխանակումն առաջարկող Գոբլի պլանի հեղինակ Փոլ Գոբլից, որը մի քանի օր առաջ խոսել է Վենսի այցի կապակցությամբ, նշելով կողք կանելով Ադրբեջանի քաղաքականության, Ալիևի եւ այլն, ասաց, որ իր կարծիքով այո, դա աջակցություն է, Վենսի այցը աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, եւ երկրորդը, որ աներևակայելի չէ, որ մինչև ամառ համաձայնագիր լինի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին կարող ենք հետևություն անել նրա կապերը հաշվի առնելով թուրքերի եւ Ադրբեջանի հետ, որ Գոբլի բերանով բացահայտորեն նա բացահայտում է ամերիկացիների եւ Ադրբեջանի ծրագրերը։ Գիտեք, ինքը այդ հայտարարությունը այսօր էլ չաներ կամ եթե նույնիսկ չաներ, դա ակնհայտ է, դա տարիների պատմություն ունի, երևի մի քանի տարի, 12 տասնամյակ երևի ավելի պատմություն ունի Գոբլի պլանը։ Ես այդ ժամանակ որպես լրագրող նաև առիթ եմ ունեցել այդ ամեն ինչը լուսաբանելու։ Ինքը նույնիսկ եթե այդ հայտարարությունը չանի, պարզ է, որ Ալիևի եւ Թուրքիայի նկրտումները Հայաստանի հանդեպ ի սկզբանե են եղել։ Եվ պարզ է, որ կա կոնկրետ ծրագիր եւ Հայաստանում այսպես կոչված 18 թվականի Թավշյա հեղափոխությունը այդ ծրագրի գուցե մասերից մեկն էր, բայց պարզ է նաեւ մի բան, այն ինչ որ ես այսօր անդադ ասում եմ եւ միշտ ասելու եմ, հայ ժողովուրդը այդ ծրագրի հետ չի համակերպվել այն ժամանակ, չի համակերպվել այս ընթացքում մինչեւ 18 թվականը եւ չի համակերպվելու սրանից հետո։ Եվ եթե ինքը ասում է, որ Վենսի այցը շատ կարևոր է այդ խնդիրները եւ այլը լուծելու համար, ես համարում եմ, որ Վենսի այցը կարևոր է ամենակարևորում, այն ինչի մասին նորից ասացի, Վենսը պիտի տեսնի, որ հայ ժողովուրդը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ հայ ժողովուրդը մերժել է Նիկոլի լեգիտիմությունը, որ հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի հայ առաքելական եկեղեցու քանդմանը, Հայաստանի նոր սահմանների հանձնմանը, նոր հողերի հանձնմանը, գիտեք, գերտերությունները իրենց շահերը բնականաբար կունենան եւ բնականաբար որքան դիմացի պետությունը, դիցուկ այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը նրա իշխանությունը թույլ է եւ հակահայ է եւ պարտվողական է եւ պատրաստ է ամեն ինչ անցնել, այնքան այդ գերտերությունների, նաեւ մեր հարևանների Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը պիտի բարձրանա, պիտի բացվի, բայց ելի եմ ասում, մենք պիտի փակենք այդ ախորժակը Եվ դա մենք պիտի անենք, մեր ժողովուրդը պիտի անի, ընդդիմությունը պետք է անի, մեր հասարակությունը պիտի անի։ Էլի եմ ասում, Գոբլի պլանը մի ժամանակ չընդունվեց այն ժամանակ, հիմա նույնպես չի ընդունվելու։ Հիմա եթե նույնիսկ ինքը մտածում է, որ Վենսի այցով հնարավոր է, որ դա իրականություն դառնա, հնարավոր է, որ դա իրականություն դառնա, եթե մենք պարտվողական դիրքերից նայենք։ Մենք նկատի ունեմ ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական ուժերը եւ հայ հասարակությունը աշխարհում, Սփյուռքում եւ Հայաստանում։ Այո, եթե մենք պարտվողական դիրք բռնենք եւ ոչինչ չանենք, այո, այդ ծրագիրը իրականություն կդառնա։ Հիմա մենք մեզ պիտի հարցնենք, արդյոք մենք պիտի համակերպվենք այս ամեն ինչի հետ եւ ինքնական գլուխներս տանենք, գնանք կառափնարան եւ գլուխներս դնենք այդ բանի տակ, դանակի տակ, թե մենք պիտի պայքարենք։ Հիմա մենք պիտի ամեն մեկս մեզնից յուրաքանչյուր այդ հարցը պիտի իրեն տա, որովհետև այն ինչ այսօր Հայաստանում կատարվում է, սովորական քաղաքական ընթացք չի։ Այս իշխանությունները ինչ որ անում են այսօր Հայաստանի գլխին, սովորական գերտերություններ, փոքրիկ պետություն հարաբերություն չի։ Սա պարտվողական, երկիրը հանձնելու, զուտ մի հատ sense աթոռ իր համար պահելու եւ իր շրջապատի, այսպես պարգևավճարները, շրջապատի փորերը մեծացնելու մի հատ խմբակ է։
Փոքրիկ մի հատ խմբակ է։ Հիմա այդ խմբակը այդքանն է, որովհետև այս տարիների ընթացքում էլի եմ ասում, ես լեգիտիմության մասին անդադ պիտի խոսեմ, որովհետև այն ինչ Նիկոլ Փաշինյանը արել է մինչև այսօր, արել է այդ լեգիտիմության հաշվին։ Հիմա էլա չի ասում մեկ-մեկ ինձ ժողովուրդը ընտրել է, ժողովուրդն է ընտրել, ես ժողովրդի մանդատ ունեմ եւ այլն եւ այլն, բայց ինքը չունի այլևս այդ մանդատը։ Բայց այդ փորձանքը ցավոք սրտի հիշում եք, չէ՞, ժամանակին, որ նախորդ իշխանությունները չունեին բավարար լեգիտիմություն, չգիտեմ, ընտրությունները կեղծվել են եւ այլն, եւ երբ ունեցանք լեգիտիմ ընտրված իշխանություն, դա փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին։ Ներողություն, ես ձեր հետ այնքան էլ համաձայն չեմ, որ ժամանակին իշխանությունները չեն ունեցել լեգիտիմություն։ Ժամանակին իշխանությունները լեգիտիմություն ունեցել են վստահաբար։ Գնահատականները պարզապես իշխանությունների դիրքավորումը եւ Հայաստանի ինքնիշխանության եւ Արցախի ինքնիշխանության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացման, որը միջազգային նորմա, անվերապահ իրականացման հարցում ժամանակին իշխանությունները Հայաստանում եղել են պինդ, տղամարդկային քաղաքական դիրքորոշում են պահել եւ բոլոր այդ գերտերությունների հետ խոսել են այս դիրքերից, ասել են չէ, այո մենք համաձայն ենք, այո մենք այս աշխարհի մի մասնիկն ենք, բայց Արցախի խնդրում ինքնորոշման իրավունքը միջազգային նորմա եւ ուժի կիրառումը բացառելը եւ տարածքային ամբողջականությունը միջազգային ընդունված 3 նորմեր են, սկզբունքներ են, որ պիտի պահվի, ասել են, որ մենք պատրաստ ենք, հիշում եք թուրքական դիվանագիտություն, նախաձեռնողական դիվանագիտությունը Սերժ Սարգսյանի, այո մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերվել, հարաբերություններ ունենալ, մենք պատրաստ ենք այդ ֆուտբոլային դիվանագիտությունը սկսել։ Հիշում եք Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ժամանակ գնաց եւ եվրոպական եւ այն մյուս մայրցամաք բոլոր երկրների սփյուռքի հետ հանդիպեց, սփյուռքների հետ հանդիպեց ներկայացնելով հայ-թուրքական արձանագրությունների էությունը, բայց այն ժամանակ այ հիբրիդային պատերազմի էլեմենտ էր, թե ինչպես էին աշխատում Սերժ Սարգսյանի այս ծրագրի դեմ։ Այսինքն Հայաստանի իշխանությունը մշտապես եղել է կառուցողական։ Ասել է, այո, ես պատրաստ եմ Թուրքիայի հետ հարաբերվել, բայց առանց նախապայմանների։ Դուք նախապայման չպիտի դնեք, Թուրքիան չպիտի մասնակցություն ունենա Արցախի խնդրի կարգավորման գործին։ Էրդողանը վարչապետի պաշտոնում անընդհատ շարունակում էր հնչեցնել Գյուլը նախագահն էր, նա ավելի կառուցողական էր, Էրդողանը անընդհատ այդ նախապայմանները Իսկ մենք ինչ ենք ասում, Սերժ Սարգսյանին չէր ասում։ Ասում էր առանց նախապայմանների, օքեյ, ես համաձայն եմ, շփվենք, հանդիպենք, հանդիպումներ ունենանք, հարցեր որոշենք, բայց դուք երկու նախապայման ուներ, ցեղասպանության ճանաչումը անքննարկելի է, պիտի ճանաչեք, առերեսվեք ձեր պատմությանը եւ Արցախի խնդրի կարգավորման գործում Թուրքիան առհասարակ պիտի մասնակցություն չունենա։ Ես հիշում եմ, երբ որ Եվրամիության խորհրդանական պատվիրակության կազմում մենք մասնակցում էինք հանդիպումների, թե ինչպես էին թուրքական շահը, այսպես Թուրքիայի համար աշխատող որոշ եվրոպարլամենտականներ փորձում մեզ համոզել, որ Թուրքիան էլ թող մասնակցություն ունենա եւ մենք ինչպես էինք իրանց հակադարձում։ Ուզում եմ ասել, այս կռիվը եղել է, այնպես չի եղել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այս կռիվը չի եղել, բայց այս կռվում մենք հաղթել ենք։ Այս կռվում մենք արժանապատիվ ենք եղել որպես պետություն։ Մենք ասել ենք, այո, մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների, երկու նախապայման կա։ Ցեղասպանության խնդիրը կա, ճանաչման խնդիրը կա, դուք պիտի առերեսվեք ձեր պատմությանը, Արցախի խնդրի կարգավորման, խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան մասնակցություն չի պիտի ունենա։ Հիմա սրանք եկան ինչ արեցին իրենց ձեր ասած լեգիտիմությամբ, քանդեցին ամեն ինչ, ամբողջ պատմությունը, որ այսպես փոքրիկ աղյուսներով շարված հասնում էր արդեն տրամաբանական վիճակի, սրանք եկան ու ավիրեցին, հասկանում եք։ Հիմա քանի կոպեկ արժի սրանց լեգիտիմությունը, որը աշխատեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ընդդեմ հայ ժողովրդի։ Այո։ Եվ այստեղ գալիս է այն հարցը, թե ժողովրդավարությունն է ավելի կարևոր, թե ազգային շահը եւ պետությունը, որովհետեւ մենք գիտենք, որ արևմուտքը հաճախ ավելի շատ աջակցում է ժողովրդավարությանը, ինչ էլ որ դա նշանակի։ Իրականում ես հիմա վատ բան պիտի ասեմ։ Ինքս ինձ միշտ համարել եմ եվրոպամետ եւ եվրոպական հայացքների կրող, լիբերալ հայացքների կրող մարդ, թեպետ ես պահպանողական կուսակցության անդամ եմ, բայց ես համարում եմ, որ պահպանողականությունը նույնպես լիբերալ է, այսինքն այո, դուք նայեք աշխարհի տարբեր պետություններ այսօր գնում են դեպի ազգայինը, այսինքն փոխվում է իրանց մոտ այդ բանը, կուբիկ ռուբիկը փոխվում է, նրանք որոնք գնում էին սեռական փոքրամասնություններ, սեռական, չգիտեմ, մեծամասնություններ, նրանք որ գնում էին հազարումի ֆինդուֆլյուշկեքի եւ գունավոր այդ բաների վրա, այսօր իրանք հասկացել են, որ իրանց ոտքի տակից հողը գնում է,
Իրանք կորցնում են եւ մարդկային ամեն ինչ, եւ ընտանեկան ամեն ինչ, եւ կրոնական ամեն ինչ, եւ երկիր, ինչպես մեզ են փորձում անել, մեզ բոլորը փորձում են այդտեղ տանել, եւ բոլոր նորմալ պետությունները այսօր գնում են ազգայինի ճանապարհով, այն ճանապարհով, որտեղ մենք Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր մինչև 2018 թվականը եւ մենք այդ ճանապարհով էինք գնում։ Հիմա փորձում են մեզ այդ ճանապարհից շեղել, այս տարիներին պես փոքրիկ հաջողություն ունեցել են, բայց ելի եմ կրկնում իմ կրեդոն, իմ սկզբունքը։ Իրենք չեն հաջողի, եթե մենք ճիշտ լինենք։ Իրենք չեն հաջողի, եթե մենք պինդ կանգնենք մեր ազգային գաղափարախոսության, մեր ազգի պահպանողական ինքնաբնազները ուժեղացնենք եւ մերժենք այս իշխանությանը եւ մերժենք միասնաբար։ Եվ հետեւաբար գալով ամենաառաջկային հարցին, ինչ է կարծում Տիկին Եսայան, մեր նկարագրած ընթացիկ procesները ինչպես կազդեն նախընտրական զարգացումների վրա, երբ դուք ասացիք եւ ընդգծեցիք, որ Նիկոլ Փաշինյանը չունի այլևս լեգիտիմություն, ինչ նկատի ունեք արդյոք այն, որ կառավարության ծրագիրը ըստեյության նա չի իրականացրել, այդ դեպքում ինչ այս բարոյական իրավունքով է խոսում կաթողիկոսի լեգիտիմության կամ չունենալու մասին եւ նախընտրական զարգացումների, ընտրությունների ինչպիսի սցենարներ եք տեսնում, արդյոք հանգուցալուծումը հենց ընտրություններն են լինելու։ Դուք ձեր հարցում անդրադարձաք, եթե ճիշտ եմ հիշում, նախընտրական զարգացումներին։ Տեսեք, process-ները ինչպես կարող են ազդել նախընտրական զարգացումների վրա եւ արդյոք հանգուցալուծումը լինելու են ընտրությունները։ Տեսեք, process-ները վստահաբար կարող են ազդել նախընտրական այս տրամադրությունների եւ հետընտրական իրավիճակի վրա, եթե հիմա ես պիտի ասեմ նախադասություն, որը միշտ ասում եմ, եթե մեր առաջատար ընդդիմադիր ուժերը կարողանան իրենց ճիշտ պահել։ Եթե մեր առաջատար ընդդիմադիր ուժերը, իրական ընդդիմադիր ուժերը, ոչ թե այն խամաճիկները, որ ստեղծվում են արդեն, որ Նիկոլի համար 0.1% վերցնեն, հետո գնան Դոնտի բանաձևով կցեն մյուսին, իրական ընդդիմադիր ուժերը իրենց ճիշտ պահեն։ Եթե իրական ընդդիմադիր ուժերը կռիվը մղեն ոչ թե մանդատի համար, ոչ թե իշխանության համար, այլ իշխանափոխության համար։ Եթե իրենց կռիվը մղեն Նիկոլին իշխանազրկելու համար, եթե իրենք ուզում են գնալ մի 5, 10, 15 դիցուկ մանդատ ունենալ եւ նստել այդ ազգային ժողովում, ելի լսել ԿՊ-ական ուսապարկերի բարբաջանքները, հայոյանքները, այդ ծեծու ջարդը, այստեղ ես ասելիք չունեմ, այստեղ ես անզոր եմ։ Բայց եթե հասկացել են իրենք ի վերջո 21 թվականից մինչև հիմա, որ եթե իրենք գնում են Նիկոլի նվագած դուդուկի կամ խփած բառաբանի երաժշտության համարժեք, իրենք էլի ծեծ են ուտելու, էլի քֆուր են, հայոյանք են լսելու, էլի հայտնվելու են ոչ իրենց ափսեի մեջ։ Իրենք սա պիտի ի վերջո այս 5 տարում պիտի հասկացած լինեին։ Իրենք կամ պիտի միասնական, ես չեմ ասում նույն ցուցակով, որտեղ դա անհնարին է, որ ընդդիմադիր ուժերը նույն ցուցակով գնան ընտրության, կամ միասնաբար հանուն գաղափարի, նույն գաղափարի, իսկ այդ գաղափարը պիտի լինի մեկը՝ Նիկոլին իշխանազրկելը, ԿՊ-ականներին Հայաստանի քաղաքական դաշտից քաղաքականապես հեռացնելը։ Այ Գագիկ Մինասյանը ձեր գործընկեր նախորդ անգամ ասաց, որ կարգախոսը մեկն է, առանց Նիկոլ Հայաստան, կարծում եք դա կարող է միավորել ընդդիմությանը։ Գիտեք, ամենայն հարգանքով պարոն Մինասյանի հանդեպ, այո, լավ միտք է ասել, բայց ես իմ մոտ դեժավյու առաջացնում այդ առանց Նիկոլ Հայաստան արտահայտությունը, որը մենք օրերով, ամիսներով փողոցներում բղավում էինք եւ հաջողության չհասանք։ Ես կարծում եմ ինձ համար կարգախոսը պիտի լինի հայոց Հայաստան, հայկական Հայաստան։ Առանց Նիկոլի, այո, հայկական Հայաստան։ Եվ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը այս տրամաբանությամբ գնան, ելի եմ կրկնում, ոչ թե գնան, որ մի հատ, երկու հատ, 3 հատ մանդատ ունենան, այդ ունենալ չի, այդ իրանց շպրտելու են այդ մանդատները, այլ գնան պինդ, համակարգված, անվախ, ճիշտ թիրախին խփելով, այնպես ինչպես գնում ես ճակատամարտ ու գնում ես կենաց մահու կռիվ մղելու, սա ձևական չեմ ասում, էմոցիա չի, այստեղ զգացմունք չկա, սա ռեալ պոլիտիկա, ռեալ պոլիտիկում հաղթում են այն ուժերը, որոնք գնում են ընտրությունների, ինչպես գնում են ճակատամարտ եւ գնում են այն մտքով, որ իրենք այս դավաճաններին հեռացնելու են իշխանությունից, այդպես պետքա գնալ։ Ոչ թե գնալ ու բազարներ անել, որ 5 մանդատ ինձ, 2 մանդատ քեզ, 4 մանդատ ինձ, 3 հատ նրան եւ մնացած ամբողջ կարկանդակը Նիկոլը վերցնի, այլ գնալ նույն մտասևեռմամբ։ Մենք գնում ենք ընտրությունների, եթե գնում ենք իշխանափոխություն իրականացնելու։
Իսկ դրա համար ես կարծում եմ նախընտրական process-ները ավելի կարևոր են։ Գիտեք, այդ անվստահության գործընթացը մի քիչ շատ չարչրկվեց եւ շահարկվեց, բայց դա ռեալ իրականությունն է, դա սահմանադրական պահանջ է։ Եվ եթե մենք այդ սահմանադրական, միակ սահմանադրական պահանջն է եւ միակ սահմանադրական ճանապարհը, որովհետեւ ես միշտ կողմ եմ իրականությունը փոխել սահմանադրական ճանապարհը, որովհետեւ ես քաղաքական գործիչ եմ։ Այսինքն քաղաքական գործիչ չի կարող ասել գնանք ռազմորկա անենք, գնանք տեցի կռուկ տենանք ինչ ենք ամ, չէ։ Ես քաղաքական գործիչ եմ եւ որպես քաղաքական գործիչ ես վստահեցնում եմ, որ միակ ճիշտ ճանապարհը սահմանադրությամբ մեծ տրված հնարավորությունը անվստահություն հայտնել այս կառավարությանը եւ անվստահությունը հայտնել փողոցը գեներացնելով։ Իսկ մեր մարդիկ դուրս կգան փողոց։ Մեր մարդիկ դուրս կգան փողոց, եթե իսկապես տեսնեն, որ ընդդիմության մեջ չկան թևեր, ականջներ, պոչեր, որ ընդդիմության մեջ չկան խաղիկներ տվողներ, ինչ որ տարբեր լեզուներով խոսացողներ, որ ընդդիմության մեջ չկա իմ ու քո ձև, կա մեր ձև, կա բոլորիս ձևը, այդ բոլորիս ձևը պիտի լինի Նիկոլին իշխանությունից զրկելը։ Եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստան, եթե մենք ուզում ենք մեր երեխեքը, մեր թոռները ապրեն հայկական Հայաստանում, մեր հայրենիքում, եթե մենք չենք ուզում Թուրքի եւ Ադրբեջանցու առաջ ճորտ ու ստրուկ լինել, եթե մենք չենք ուզում, չգիտեմ, չէ՞ եղքելի վիճակում հայտնվել մեր իսկ տանը, մենք պիտի այդ տանը տեր կանգնենք։ Իսկ տեր պիտի կանգնենք հենց այդ ճանապարհով։ Տիկին Եսայան, իսկ ինչպես հարթել ներընդդիմադիր հակասությունները եւ կա արդյոք քաղաքական ուժերի ընդդիմության միավորման հրամայական թե այլ տարբերակով ընդդիմությունը պետք է գնա եւ ինչպես եք ընդհանրապես տեսնում, պատկերացնում ընդդիմության միավորումը։ Չէ, ես որ ասում եմ ընդդիմության միավորում, ամենևին նկատի ունեմ, որ գնան ԶԱԳՍ իրար հետ ամուսնանան։ Իրանք թող չգնան ԶԱԳՍ իրար հետ թող չամուսնանան։ Նաեւ քաղաքացիական ամուսնություններ են լինում։ Թող քաղաքացիական ամուսնությամբ կամ եկեղեցում պսակվում են։ Ես կողմ եմ նաեւ եկեղեցում պսակվելուն ընդդիմության։ Գնալ եկեղեցի ամենայն հայոց կաթողիկոսի մոտ հրովարտակ գրել, հրովարտակ ստորագրել առ այն, որ իրենք բոլորը պարտավորվում են իրար դեմ չաշխատել, իրարից ձայն չխլել եւ իրենք պարտավորվում են իրավիճակի փոփոխության դեպքում որևէ կերպ չհամագործակցել եւ ընտրություններից առաջ, եւ ընտրության ընթացքում եւ ընտրություններից հետո որևէ կերպ չհամագործակցել ԿՊ-ական նիկոլական իշխանության հետ եւ պարտավորվում են գնալ եւ Նիկոլին հեռացնել իշխանությունից։ Քավլիցի թող դա լինի պսակով ամուսնություն։ Թող դա լինի ինչ որ մի քանի դաշինքներ ընդդիմադիր տրամաբանական ընդունելի մեր հասարակության համար եւ ընդունելի անձերով եւ ընդունելի մարդկանցով։ Թող դաշինքներով գնան, բայց մինչ այդ էլի եմ կրկնում, մինչ այդ պետք են նախընտրական process-ներ։ Նախընտրական process-ները անվստահության գործընթացը փողոցով գեներացնելն է, պիտի սրանց մենք հանգիստ չտանք։ Սրանք պիտի չնստեն, հանգիստ իրանք որոշեն, որ ուսապարկը իրանց ցուցակի որ համարում է գրվում, եւ հետո ընտրություններից հետո իրանք քանի միլիոն կամ միլիարդ դրամ պարգևավճար պետք է ստանան։ Մենք իրանց հանգիստ չպիտի տանք, մենք իրանց անընդհատ պետք է պահենք ասեն ցցերի վրա։ Լարվածության մեջ, ընդդիմության մասին է խոսքը, ընդդիմությունը պիտի այսօրվա իշխանությանը պահի լարվածության մեջ։ Առայժմ ես նշաններ չեմ տեսնում, քանի որ ես ինքս չեմ մասնակցում այդ բանակցային քննարկումներին, որպես շարքային ընդդիմադիր գործիչ, ես տեղյակ չեմ։ Երանի այդ process-ները արդեն սկսված լինեն եւ երանի այդ process-ները հասնեն տրամաբանական վիճակի։ Ես ամենաառաջին կողմը կլինեմ, որ այդ process-ները սկսված լինեն եւ հասնեն տրամաբանական վիճակի։ Շատ բարդ է լինելու, որովհետեւ մեր ընդդիմությունը ամբիցիաների պակաս չունի, մեր ընդդիմադիր որոշ գործիչներ, որոնք ես չգիտեմ անգամ իրանց ընտանիքի անդամները իրանց ձայն կտան թե չէ, բայց իրենց արդեն հայտարարում են, որ իրենք վարչապետ են լինելու, չգիտեմ, ես չգիտեմ, որովհետև շատ իրականում տխուր է իրավիճակը եւ մեր հույսը, մեր հիմնավորվածությունը մենք պիտի դնենք մեր ժողովրդի վրա։ Ինչպես զսպել այդ անձնական ամբիցիաները։ Չէ, դա անհնարին է, այսինքն եթե նարցիսը նարցիս է, ինքը դες նարցիսել ծնվել է, նարցիսել մեռնելու է։ Բայց իրանց կողքին կամ իրանց շրջապատում եւ մեր բոլորի շրջապատում կան մարդիկ, որ իրատես են։ Պիտի հենվել այդ իրատեսների վրա, պիտի հենվել այն մարդկանց վրա, իսկ այդպիսի մարդիկ շատ կան, քիչ չեն։ Նարցիսներն են հատուկենտ։ Իսկ նորմալ մարդիկ, նորմալ քաղաքական դիմադիր գործիչները շատ են, որ պատրաստ են իրանց զոհել բոլոր իմաստներով, կանգնել առաջի գծում եւ ասել, որ թիրախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, մենք ամեն գնով ամեն ինչ պիտի անենք այս իշխանություններին հեռացնելու, Հայաստանում իշխանապողություն իրականացնելու համար,
Թեկուզ ես մանդատ չունենամ։ Կոնկրետ ես հիմա արդեն պաշտոնական հայտարարություն եմ անում։ Ես պատրաստ եմ մինչև վերջ կռվել, պայքարել քաղաքական բոլոր սահմանադրական բոլոր ճանապարհներով Նիկոլին իշխանությունից հեռացնելու։ Ես մանդատ չեմ ուզում։ Հասկանում եք, ես հիմա պաշտոնական հայտարարություն եմ անում։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ։ Ես պաշտոնապես ասում եմ, ոչ առաջ, ոչ այսօր, ոչ էլ վաղ ես մանդատի կռիվ չեմ տվել եւ չեմ տալու։ Բայց ես կռիվ եմ տալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության սահմանադրական եւ իրավական բոլոր ճանապարհներով։ Իսկ Հանրապետական Կուսակցությունը չեմ կարող այդ հարցը չտալ իհարկե, ըստ ձեզ ի վերջո կհայտարարի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ եւ ինչ դեր կարող է Հայաստանի խոշորագույն կուսակցություններից մեկը խաղալ ընտրություններում ըստ ձեզ։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 18 թվականից գիտեք, որ ամենաառաջին ընդդիմադիր ուժն է եղել։ Դեռ 18 թվականին, երբ որ որոշ ընդդիմադիր խմբակցություններ, կուսակցություններ Նիկոլ Փաշինյանի հետ եւ կառավարություն ձևավորեցին եւ տարբեր, չգիտեմ, ինչերի մեջ է, ինչ եմ ուզում ես մասին խոսել, միշտ խոսել եմ։ Հանրապետականը միակն էր, որ ընդդիմություն էր եւ կազմակերպված բոլոր ակցիաներին առաջին գծում էր, մեծամասնություն էր, իր բոլոր ռեսուրսները ներդրում էր հատկապես 20 թվականի պատերազմից հետո, որ այս իշխանափոխությունը տեղի ունենա։ Մենք հիմա էլ ենք առաջին գծում, մենք հիմա էլ ենք պատրաստ այդ պայքարը մղել սահմանադրական ճանապարհով, փողոցային ճանապարհով, փողոցում կանգնելով, հարցազրույցներով, չգիտեմ, ամենահնարավոր, ամենաօրինական, ամենակարելի ճանապարհներով մենք անում ենք դա եւ հիմա էլ ենք պատրաստ անել։ Ես միշտ ասում եմ եւ լրագրող ժամանակ, երբ որ ինձ ասում են ես մի քիչ թերավատ էի, բայց հիմա քանի որ ես ներսն եմ, ներսից եմ ձեզ ասում, Հանրապետականի մեջ եմ 18 թվականից եւ ներսից եմ ձեզ ասում։ Ինձ համար ուղղակի անակնկալ, հաճելիորեն անակնկալ է, թե որքան դեմոկրատ կուսակցություն է այս կուսակցությունը։ Այսինքն որքան քննարկումները տեղի են ունենում ազատական տրամադրություններով։ Ասենք գործադիր մարմնում մենք քննարկումներ ունեցել ենք, ես չեմ կարող թաքցնել, գնալ թե չգնալ ընտրությունների, կարծիքները տարբեր են եղել, եւ դա է պատճառը, որ մենք դեռ որոշում չենք կայացրել։ Բայց ինչպես գնալ, դաշինքով գնալ, առանձին գնալ թե չգնալ, դեռ որոշում չունենք։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, ինչպեսի որոշում որ կկայացնի կուսակցությունը, ես այդ որոշման բնականաբար որպես կուսակցության անդամ կանգնած եմ լինել այդ կուսակցության կողքին։ Բայց ես օրինակ կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այնպիսի դիրք, դերակատարություն է ունեցել եւ ունի, որ ուղղակի չի կարող այս քաղաքական գործընթացներից մի կողմ քաշվել։ Թեպետ անգամ եթե մի կողմ քաշվի, դիցուք տեսականորեն եմ ասում, էլի կլինի քաղաքական process-ների մեջ։ Էլի կլինի քաղաքական process-ների մեջ։ Հիշեք 19 թվականի ընտրությունները եղան արտահերթ, հիշում եք 19 թվականի դեկտեմբերի 9-ին։ 19 թվական, չէ, 18 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 21 թվականը մենք պարլամենտական խմբակցություն եւ պարլամենտական անդամներ չունեինք, բայց մենք մեր ձայնը էլի լսելի էր, մենք էլի մեր դերակատարությունը ունեինք եւ մեր ասելիքը ասում էինք այս իշխանությունների երեսին եւ ասում էինք պարզ եւ առանց անհարմար բան զգալ, այսինքն մենք պարզերես էինք ժողովրդի առաջ։ Մեզ մերժել էին, բայց մենք չէինք մեռել։ Մենք կանգնած էինք ժողովրդի առաջ, ասում ենք ժողովուրդ, սրանք սխալ բաներ են անում։ Ժողովուրդ, սրանք վտանգավոր բաներ են անում։ Ժողովուրդ, սրանք Արցախի հետ կապված ինչ-որ վատ մտքեր ունեն։ Ժողովուրդ, սրանք ձեզ խաբում են, սրանք այդ արագաչափերը չեն հանելու, այդ արագաչափերը շատացնելու են, այս կարմիր գծերը չեն հանելու, դա շատացնելու են։ Ժողովուրդ, ուշադիր եղեք, սրանք ձեր թոշակը չեն բարձրացնելու։ Ձեր աշխատավարձ սրանք ձեզ խաբում են, որովհետև Հանրապետական կուսակցությունում եւ առհասարակ այս անցած տարիների ընթացքում կային մարդիկ, որ քաղաքականությունը դիտարկում էին որպես քաղաքականություն, պետությունը դիտարկում էին որպես պետություն, եւ իրենք հանրապետականները, մենք, այսպես ասեմ, պետականամետ են շատ ավելի, քան այսօր իշխանությունը զավթածները եւ քան շատ ընդդիմադիր տարբեր, այսպես բևեռներ։ Այսօր Հանրապետական կուսակցությունը լինելով թիվ 1 ընդդիմադիր ուժը 18 թվականից ի վեր շատ ավելի պետականամետ է եւ իր բոլոր գործողություններով ամեն ինչ անում է, ինչու եմ անդադ շեշտում, սահմանադրական օրինական ճանապարհով, որովհետեւ երկիրը չի կարելի տանել ցնցումների, բայց երկիրը պարտավոր ենք փրկել եւ պարտավոր ենք փրկել ու մենք դա կարող ենք անել, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը այնպես մտածեն եւ այնպես գործեն, ինչպես Հանրապետականն է անում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Տիգին Եսայան։ Ես եմ շնորհակալ։
168-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի հետ։ Կհանդիպենք։